Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 4-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար, տեսնենք բոլորիս ինչ է սպասվում այդ օրը, գնայինք խոյերին, ինչ է սպասվում խոյերին փետրվարի 4-ին, Հարգելի խոյեր, այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, նաև գործերը առաջ կտանեք, ճիշտ է, այսպես շատ չեք կարողանում առավոտյան առաջ տանեք, միգուցե այդ բարի լուրի հետ է կապված, միգուցե դրա հետ է, որ ինչ-որ գործերը առաջ կմղեք, նաև այդ օրը զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք, յուրաքանչյուր ոլորտ դա կարող է լինել, դա անձնական կյանքը կարող է լինել, գործերը, այն ինչ որ մնացել էր, նաև դա այստեղ յուրաքանչյուր բիզնես, առողջություն նույնպես, եւ օրվա ընթացքում ոչ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնելու, երևի սպասում եք ինչ-որ մի բանի, դա է պատճառը, ոնց որ մարդը սպասում է եւ մյուս գործերը չի կարողանում անի, մյուս բաներին ուշադրություն չի դարձնում եւ հնարավորություն է կորցնում։ Եվ այդ օր ուշադիր եղեք երեկոյան, որ չվիճեք ձեր սիրելի հետ, կամ ձեր սիրելի կամ ձեր ընտանիքի անդամների հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 4-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, պետք է գնաք զբաղվեք դրանով, նաև այնտեղ կարող եք երկար մնալ,
Սպասել, այնտեղ ինչ-որ մի բանի, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, ինչ-որ մի տեղ է, որ գնում եք երկար սպասում։ Նաև հույսով եք, հույսով լցված եք, հույսով սպասում եք։ Եվ այստեղ կամ ձեզ կփորձեն մոլորեցնել, այդքան սպասելուց հետո, կամ նաև սա որևիցե բացահայտ ինչ-որ մի գաղտնիք է, այդպես փուչկի նման, որ կարող է պայթել։ Նաև հետո դրանից հետո կտրուկ քայլ եք անում։ Դե կարող են մոլորեցնել փաստաթղթերի հետ կապված հարցերում կամ այդքան սպասել եք հետո մոլորեցնեն ձեզ, որ ուղարկեն, հա, գնաք, որ էլ չսպասեք, կամ որ այդքան սպասել եք, հա, ուղղակի այնպես որ անիմաստ ինչ-որ մի երկու բան ասեն։ Դա նաև կարող է լինել մոլորեցնեն ինչ-որ մի բանի համար, որ ընկնեք դե թակարդը, հա, ինչ-որ անօրինական մի բան է սա։ Եվ կտրուկ քայլ կարող եք անել կամ անսպասելի ոչինչ բան տեղի ունենա, նաև դուք, հա, ինչ-որ անսպասելի մի բան անեք։ Եվ երկար սպասված ոչինչ նամակ կստանաք, տեղեկատվություն, նա օրեփաթեթ է, ինչ-որ նամակ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 4-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, բամբասանք, նախանձ, այդպես նման վերաբերմունք ձեր հանդեպ։ Նաև հանդիպում որևէ տղայի հետ, կամ այդ տղան է ձեզ համար ինչ-որ հաջողակ մի բան անելու, կամ այդ տղայի հետ հանդիպումն է ձեզ համար հաջողակ։ Գուցե մասնագետ է, ինչ-որ մի հաջողությամբ մի բան եք անում, ավարտում, հա, նոր դռներ է բացում գուցե ձեր առջև։ Ինչ-որ մի բան է կախված այդ տղայի հետ, հա, ամեն մեկի մոտ մի ոլորտ դա կարող է լինել։ Օրվա վերջ ելք եք փնտրելու, ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաև տան հետ կապված հարցեր են, միգուցե առիթ է, միգուցե դուք պետք է գնաք առիթ, հա, կարող է ելք եք փնտրում, թե ինչպես գնալ տեղ հասնել, կամ տուն գնալ հետ։ Նաև դա կարող է պետք է տեղափոխվեք, օրինակ մարդ եք ման գալիս, հա, որ օգնի ձեզ, հա, դա էլ է, նույնիսկ ելք փնտրել, տուն փնտրել եւ այլն, հա, ինչ որ պահեր են այստեղ։ Եվ ոմանք կարող է երեկոյան նաև հյուր ունենաք եւ ելք եք փնտրում, թե որտեղ քնացնեք իրենց, օրինակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 4-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ մոտ դանդաղում, ինչ-որ մի բան է կանգնացնում, որը երկեսայինների պատճառով է կամ ձեզ են կանգնացնում, հա, ոնց որ ինչ-որ մի բան ասում, մի արա, հա, սա այդպես։ Եվ դա ձեզ համար ամենայն դեպս այդքան էլ լավ չէ, հա, որ ձեզ կանգնացնում են։ Կամ իրենք են այնպես անում, որ ձեր գործերը դանդաղի, հա, որ կանգնի, չեն անում։ Նաև այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, հանդիպում կամ շփում, որ այդ տղամարդու հետ, դա մեծ մարդ է, երիտասարդ տղա չէ, նա կարող է լինել պաշտոնավոր անձնավորություն, տնօրենը, այդպես նաև։ Եվ չի բացառվում, հա, ձեր հայրը, ձեր եղբայրը, եթե իրենք մեծ են։ Այդ օրը երկու կողմն էլ այստեղ հաջողություններ ունեք, մյուսը բանալին է, մյուսը հաջողությունը, երկու տարբեր հաջողություններ են սրանք, նոր դռներ է բացվում, ոնց որ հաջողությունը հաջողության հետևից նոր դուռ է բացվելու ձեր առջև այդ օրը, ուղղակի պետք է օգտվեք այդ առիթից։ Հարցին լուծում կարող եք տալ, հա ինչ-որ հարց է, որ լուծում կարող եք գտնել տալ, բայց երեկոյան գորգռում եք այստեղ ինչ-որ մարդկանց վրա, գուցե երեխաների վրա, որ քնեն, հա, ինչ-որ մարդկանց վրա գորգռում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին փետրվարի 4-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը երկար սպասված ոչ նամակ եք ստանալու, բայց այդ նամակը ոնց որ կամ արդեն ուշ է, կամ միևնույնն է այդ նամակը, հա, ինչ-որ մի բան չի փրկում, ինչ-որ մի բան չի ասում, հա, մի խոսքով այդ նամակի մեջ այդքան էլ լավ պահեր չեն, ամենայն դեպս ինքը կախված է ոչ կնոջից, հաջողությունը կամ այդ գործը, որ կարողանաք անել, այդ ամենը կախված է միայն ոչ կնոջից։ Նաև այդտեղ ինչ-որ մեկ ունեք հիվանդանոցում կամ կարող եք ունենալ նաև հա հիվանդանոցում ինչ-որ մեկը կամ դուք եք հիվանդ կամ պարկած եք կամ այցելում եք ոչ հիվանդանոց, ոչ բժշկական կենտրոն։ Նաև երկար նամակ ունեք այդ օրը SMS, փաթեթ եւ փորձեք ոչ ոքին ցույց չտաք, եթե հատկապես դա կարող սիրային է, հա, ցույց չտաք, որտեղ երկերասանի մարդիկ կան։ Գուցե այնպեսի մի փաստաթուղթ եք ստանում, որը կարևոր է ձեզ համար, հա, եւ պետք չի ցույց տալ երկերասանի մարդկանց այդ օրը։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցերն եք, որոնք որ պետք է գնաք անեք։ Հիվանդանոցը, բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, այնտեղ նաև բանկ, հա, եւ այլն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այստեղ կարող է նաև ուզում եք ինչ-որ մեկին նամակ գրեք եւ չի պատասխանում այդպես զզվելիորեն։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 4-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ որ մի բան է ուշանում, կանգնած է, հա, դեռ առաջ չի շարժվում եւ կուշանա։ Ուսը նաեւ տրամադրության անկում է, փայք է, հա, այստեղ փայք է, չի ստացվում կամ ժամի հետ է կապված, ժամանակի հետ է կապված, կամ ուշացել եք արդեն, ոնց որ ասում են, կամ ինչ որ մի բան է, հա, այդ ժամին չի լինում, այդ ժամին չեք կարող անել, ժամանակ է հարկավոր նաեւ որ դա լինի։ Ինչ որ մի բանը կապված է ժամի հետ, չի ստացվում միևնույն է։ Եվ ժամի, եւ ժամանակի, եւ նաեւ գումարի հետ։ Նաեւ այդ օրը կհանդիպեք կամ կխոսեք ոչ տղամարդու հետ, միգուցե դա է պատճառը, որ կխոսեք Նաև դա կարող է լինել ձեր տնօրենը, կարող է օրինակ գումարն են ուշացնում այստեղ։ Բայց հետո կարող է տան եւ ձեր տրամադրությունը բարձրանա։ Այդպես, եթե ինչ որ ուշացնում էին օրինակ 1 ամիս ու ավել, հա, կարող է վերջապես նաև ձեր գումարը տան, ինչու՞ չէ։ Այդ եթե խոսեք, հա, այդ տղամարդու հետ, կարող է ձեր ամուսինն է, խոսում եք, որ ինչ որ մի բանը դեռ չի ստացվում, կամ գնում եք ձեր տնօրենի մոտ եւ ասում եք, հա, ոնց որ գումարս դու։ Այստեղ հատկապես եթե գումարի հետ է կապված շատ։ Ոնց որ ժամանակ է անցել արդեն։ Նաև հետո հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում եւ սպասման մեջ եք լինելու, ինչ որ մարդկանց կսպասեք, ինչ որ բանի կսպասեք օրվա վերջ եւ երկերեսանի մարդիկ կան նաեւ ձեր շրջապատում։ Կարող են գալ նաեւ ձեր տուն, հա, որովհետեւ արդեն ուշ ժամ է։ Նմանատիպ ինչ որ վերաբերմունք, հա, կնկատեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին փետրվարի 4-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, հիվանդանոցից է կարծես թե, կամ հղիության վերաբերյալ է, որ կլսեք, կամ որ առողջ է, որ լավ է, հա, ովքեր որ հիվանդանոցում ինչ որ մեկ ունեք։ Նաև կարող է բժիշկն է ձեզ ինչ որ մի բան ասում, այսինքն կոսմետոլոգն նաև, հա, ինչ որ մի բան է ասում, որը եւս ձեզ դուր է գալիս, կարող է ինչ որ օրեր, որը ձեզ համար շատ կարեւոր էր, հա, եւ նա ասում է, որ ունի, հա, ազատ օր ունի, ազատ ժամ ունի։ Եվ օրվա ընթացքում ոչ նորություն կլսեք, նաև ինչ որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ ոչ փաստաթուղթ եք ստորագրում, փաստաթուղթ եք ուղարկում, տալիս, վերցնում այդպես, հա, ինչ որ գրառումներ եք անում եւ այլն։ Եվ երեկոյան վիճում եք ինչ որ մարդու հետ, հետո ելք եք փնտրելու երևի թե հաշտվելու համար, հա, որ վիճեցիք, հետո արդեն ելք կփնտրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ
Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 4-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք կամ ինչ-որ մասնագետը ձեզ զանգարում կամ դուք եք ոչ մասնագետի զանգահարելու։ Չէ, մի բան կուշանա ձեզ մոտավորապես 1.5 ամիս, այն կուշանա կամ կհետաձգեն, հա, ինչ-որ նմանատիպ ոչ մի բան։ Մտածում եք նաև կարող է մտածմունքը լինի գումարի հետ կապված կամ ինչ գնեք, հա, ծախսեք արդյոք այդ գումարը թե ոչ, մտածում եք գումար որտեղից ստանաք, գումարը ինչու չկա, հա, օրինակ, եթե ամսի 4-ն է դեռ աշխատավարձ չկա, հա, կարող դրա մասին եք մտածում։ Ամենայն դեպս մտքերը կարող են լինել նաև մեկ այլ հարցերի վերաբերյալ, իսկ դուք, հա, այդ օրը գումար ստանաք, նաև գումար ծախսեք։ Առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք հարաբերություններում, առողջության մեջ, յուրաքանչյուր հարցում, որը որ կա։ Հաջողություն ունեք նաև եւս, հա, դա անսպասելի տեղի կունենա այդ հաջողությունը ձեզ մոտ։ Ինչ որ կտրուկ, անսպասելի կամ դուք կարող եք ինչ որ մի բան անեք կտրուկ եւ դա ձեզ հաջողություն բերի։ Հաջողություն գործերում, բիզնեսում, յուրաքանչյուր տեղ, այստեղ աշխատանքում, առողջության մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 4-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը տատանվում եք, ծանրոցետև եք կանում, ընտրության առջև եք կանգնած, ինչ-որ բաների մասին եք մտածում, տանջում եք ձեզ կամ կլինի արդյոք, չի լինի, հա, նաև նման հարցեր։ Այստեղ օձեր կան, որոնք որ մտնում են ձեր անկողին, ձեր անձնական կյանք, ձեր հարաբերություններ, բամբասանք սա կարող է լինել, նաև ինչ-որ մի արտահայտություն, որովհետեւ ինտիմ հարաբերությունների վերաբերյալ
Ամենայն դեպս այստեղ հստակ մտածեն ձեր անկողնային կյանք, ձեր հարաբերություններ, ինչ որ օցեր։ Կամ նաև սա այնքան կարող բամբասեն, որ ձեզ վատը զգաք, այդ բամբասանքից կարող ձեզ վատը զգալ, պարկել։ Ինչու՞, թող իրանք վատը զգան, պարկեն։ Նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, արդեն դա երեկոյան ժամին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 4-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը գորգռում եք, գորգռում եւ որ չէ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք։ Այդ գորգռալու ընթացքում։ Նաեւ լուսավոր մի բան ունեք, լուսավոր ինչ որ բան է տեղի ունենալու, որ ձեր տրամադրությունը բարձրանա, ուրախանաք։ Ուծե հետո ոնց որ գորգռոցը կթողեք եւ կզգաք, որ այ ոնց որ ինչ որ մի հնարավորություն ձեռքից բաց թողեցի։ Նաեւ այդ օրը երկար սպասված ոչ նամակ կստանաք, տեղ է կատվություն, որ է փաթեթ է, ինչ որ մի բան է, որին երկար եք սպասել, եւ ուշադրություն դարձեք ձեր առողջությանը, նաեւ հոգնածություն է, հա, ուզում եք պարկել, հանգստանալ կամ գերհոգնած վիճակ է նաեւ, հա, դա նշանակում է, որ պետք է պարկեք եւ հանգստանաք։ Նաեւ ուշադրություն դարձեք ձեր առողջությանը, եթե նաեւ ինչ որ մեկը կար հիվանդ, այստեղ նաեւ ապակինում է նշանակում դա, կարող եք ապակինվել կամ եթե ձեր հարազատն է, ապա նա կապակինվի։ Եվ ինչ որ մի բան է ուշանում, ինչ որ մի բան կամ օրինակ կարող է ապակինվելու համար երկար պետք է մնա դեռ, հա, ոնց որ ավելի լիարժեք լինի, բայց դա նշանակում ոնց որ մարդը լիարժեք ապակինվում է յուրաքանչյուր հարցից։ Նաև դա ինչ որ մի բան է, ինչ որ մի բան է, որը ուշանալու է մոտավորապես 2.5 ամիս։ Միգուցե բժշկականի հետ է կապված։ Ինչ որ մի բան ասում են եղել է, բայց դեռ ոնց որ պետք է սպասես այսքան։ Եվ տան հետ կապված իրադարձությունը հնարավոր է առիթ է, հնարավոր է պետք է գնաք այդ առիթին, հնարավոր է ձեր տանն է այդ առիթը, հյուրեր եք ունենում օրինակ երեկոյան ժամին, կանգալ եւ մնալ ձեր տանը նաեւ, գնում եք տուն փնտրելու, տեղափոխվում եք օրինակ երեկոյան ժամին։ Ինչ որ բաներ են, որ այստեղ կարող եք անել կամ տուն ինչ որ ապրանքներ եք տեղափոխում երեկոյան, հա, որ քնեք, այսպես կարող էլի հյուր կա, հա, այսպես թե այնպես եւ պետք է տեղափոխություն անել, ինչ որ մի բան եք անում, ամենայն դեպս տան հետ կապված այն էլ երեկոյան ժամին։ Գուցե առիթ է, հա, գնում եք երեկոյան եք գնում, արդեն ուր ժամի եք գնում այդ առիթին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 4-ին։
հարկելի ջրհոսներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու։ Նաև այստեղ, եթե ուզում եք գնալ հանգստանալու, հա, ձեզ թույլ կտան, եթե տնօրեն ունեք, հա, ձեզ թույլ կտան։ Դա նաև նշանակում է, եթե հիվանդ ունեք, հիվանդանոցում իր մասին որևիցե լավ լուր կլսեք, հա, ինչ-որ լավ տեղեկատվություն, միգուցե հղիության մասին է, միգուցե ծննդաբերության մասին է, երեխայի սեռի մասին է։ Ինչ որ մի բան է այստեղ, որ կամ հիվանդանոց է կամ հիվանդ մարդու հետ է կապված սա։ Այստեղ նաև վեճ է որևիցե տղամարդու հետ դուք եք գորգռում։ Այդ տղամարդու վրա տարեց անձնավորություն է, կարող է ձեր տնօրենն է, ինչ որ մի բանի հետ կապված։ Նաև դա կարող է լինել ձեր հայրը, կարող է լինել ձեր եղբայրը կամ դուրս ինչ որ մեկը կամ ոչ մասնակետ կամ իրեն հանդիպելուց հետո եք գորգռում, այսինքն որ իր վրա չեք կարողանում, բայց իրենից հետո դուրս եք գալիս կատաղած ու այդպես խոսում եք կամ ինչ-որ մեկի մոտ եք խոսում, կամ դուրս եք գալիս այնտեղից, ոնց որ փուքը թափում եք մնացածի վրա։ Այդպես էլ նաև կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 4-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է կամ ժամ կարող եք պայմանավորել կամ առավոտյան դա շատ շուտ եք արթնանում կամ կարող քնած մնալ նաև։ Այս ժամի մեջ ամեն ինչ վերաբերվում է, դա ժամ կարող եք տեղափոխել, հա, առավոտյան արթնանաք, ժամը փոխեք եւ այլն։ Յուրաքանչյուր բան ժամը ձեզ համար եւ ժամանակը կարևոր է։ Հեռախոսազանգ ունեք եւ հաջողություն կունենաք, եթե օրինակ ժամը կփոխում, զանգարում եք, ասում եք մի փոքր ես կուշանամ, ասում են հա ոչինչ, խնդիր չի, օրինակ։ Բայց հետո գորգռում եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, չգիտեմ, ամենայն դեպս հեռախոսազանգը հաջողակ էր, ձեզ համար նոր դռներ է բացում, չգիտեմ ինչու եք գորգռում։ Եվ հետո ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ, ինչ-որ բանի սպասել, միգուցե ասում են օրինակ, ուշ ես գալի, երկար պետք է մնաս, օրինակ։ Դա նաև կարող է լինել ոմանց համար, ոմանք կարող են գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, ինչ-որ բանի սպասել երկար, կամ ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան է դեռևս դանդաղում, հա, դեռ չի գալիս հասնում ձեզ, օրինակ կամ չի ստացվում դեռևս, հա, դեռ ինչ-որ մի բանը կանգնացնում է իրան։ Եվ այստեղ կմտածեք ձեր սիրելիի մասին, ձեր երկրորդ կեսի մասին, ձեր հարազատների մասին, հա, այսպես մտածմունքը իրենք են լինելու, հա, կամ ձեր երկրորդ կեսը կամ ձեր հարազատները։ Նաև ելք եք փնտրելու, ինչ-որ մի հարցին լուծում տալու համար, նաև այստեղ տան հետ կապված որևէ հարցեր են, ինչ որ պահեր են այստեղ,
Միգուցե հյուր եք ընդունում, միգուցե ինչ-որ բաներ եք տեղափոխում գիշերը, տան հետ կապված, միգուցե առիթից պետք է տուն գաք, ելք եք փնտրում, ինչպես գնալ հասնել տուն, տաքսու հետ կապված, կարող է շատ է ուշ։ Նաև ինչ-որ մեկն է կարող է ուշանում, դա մա ելք եք փնտրում, իրեն եք փնտրում ավելի շատ, ոչ թե ելք եք փնտրում։ Ամենայն դեպս տան հետ կապված ինչ-որ պահեր են այստեղ։ Իրոք ինչ-որ մեկը կարող գալ եւ մնալ ձեր տանը այդ օրը գիշեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։